իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով իդեալ համակարգի ցանկացած խալոց սրա։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Մասնավորապես, պարզվել է, որ ԱՀ-ն դեռևս չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում շահադիտական նպատակով 22,000 ԱՄՆ դոլարի դիմաց 2024-ից 2025 թվականների ընթացքում կազմակերպել է ՎՔ-ի անօրինական միգրացիան, այն է Շենգեն համաձայնության երկրներ մուտքի եւ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար դեռևս չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով այլ անձի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում պատրաստել է վերջինիս կողմից Dani Group սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակից հանդիսանալու եւ Հայ-Էկոնոմբանկ բաց բաժնետիրական ընկերությունում բանկային հաշիվ ունենալու վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող եւ իրավունք վերապահող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնք փոխանցել է ՎՔ-ին, ով դրանք ի թիվս այլ փաստաթղթերի ներկայացրել է Հունաստանի Հանրապետության դեսպանատուն, ինչի հիման վրա վերջինիս տրամադրվել է Շենգենյան համաձայնության երկրների մուտքի թիվ 01061835 արտոնագիրը եւ նա 2024 թվականի դեկտեմբերի 25-ին օգտագործելով հիշյալ կեղծ արտոնագիրը առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ մեկնել Հայաստանի Հանրապետությունից, նպատակ ունենալով այն օգտագործել հետագայում ԱՄՆ մուտք գործելու համար։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման եւ կից ներկայացված համապատասխան փաստը հավաստող նյութերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվել են քննչական եւ վարութային այլ գործողություններ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել ԱՀ-ի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին եւ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, 2 միլիոն ՀՀ դրամ գրավը եւ բացակայելու արգելքը։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում։ Իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արտերկիր մեկնելիս եւ վերադառնալիս զերծ մնալ անօրինական միգրացիայի գործընթացներում ներգրավվելուց, բացառել կեղծ փաստաթղթերի օգտագործումը եւ խոշոր գումարների տրամադրումը նշված գործընթացներն անօրինական եղանակով կազմակերպող անձանց։ Մայիսի 16-ին մարմնի տարբեր մասերի կտրաստակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը հոսպիտալացվելուց 1 ժամ անց մահացել է։ Պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ հանդիպել են Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից Կատնաջուր գյուղ տանող ճանապարհին կենցաղային հարցերով պարզաբանումներ անելու։ Պարզաբանումը վերածվել է ծեծկրտուքի, այդ ընթացքում մասնակիցներից 28-ամյա երիտասարդը, որը Մեծ Պարնի գյուղի բնակիչ է, քարով ապադանակով հարվածներ է հասցրել Կիրակոսյանի մարմնի տարբեր մասերին։ Մեծ Պարնի 28-ամյա բնակիչը, ինչպես նաև միջադեպին մասնակցած մի խումբ անձինք ձերբակալվել են։ Խանութից գողության վերաբերյալ առաջին ահազանգը համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել է մայիսի 2-ին, տեխնիկական միջոցների գործադրման բացել էին Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող խանութի դուռն ու գողացել տարբեր տեսակի ծխախոտներ, պատճառելով 900,000 դրամի վրաց։ Հաջորդ ահազանգը արդեն մայիսի 10-ին էր, Կոմիտասի պողոտայում գտնվող խանութի դուռն են բացել, գողացել դրամարկղում եղած փողն ու ծխախոտներ, պատճառելով 1,850,000 դրամի վրաց։ Պարզվել է, որ գողությունները կատարել է Մայրաքաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ 54-ամյա տղամարդը։ Նա Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տներից մեկում հայտնաբերվելու ձերբակալվել է։ Արմավիրի քրեական ոստիկանները տեղեկություն են ստացել, որ մեծամորձի 34-ամյա մի տղամարդ թմրամիջոցներ է իրացնում տարբեր անձանց, մայիսի 12-ին ձերբակալել են Արմավիրի մարզում բնակվող 2 տղամարդու։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթներ։ Պարզվել է, որ ձերբակալվածներից թմրամիջոցն իրացրել է մեծամորի բնակիչ 34-ամյա տղամարդը։
Մայիսի 14-ին Էրեբունու բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել Տավուշի համայնքային ոստիկանների հետ իրացրել, Մայրաքաղաքի Խանջան փողոցում հայտնաբերել ու բաժին տեղափոխել Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ 35-ամյա մի տղամարդու, որն այս տարվա փետրվարի 20-ից հետախուզվում էր մի քանի դրվագ խարդախությունների մեղադրանքով խափանման միջոցը կալանք։ Մայիսի 18-ին ոստիկանության Նուբարաշենի բաժինը հազանգ է ստացվել, որ շտապ օգնության խումբը Նուբարաշեն 6-րդ փողոցում հայտնաբերել է տղամարդու դին։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 76-ամյա Ստեփանն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մայիսի 14-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Եռաբլուր զինվորական պանթեոնի տարածքից գողացել են թվով 2 արծաթափայլ եղևնի, ինչի պատճառով համայնքին հասցվել է 150,000 դրամի վնաս։ Մայիսի 17-ին Երևանի բնակիչ 27-ամյա Էդգարն իր վարած BMW X6 մակնիշի ավտոմեքենայով Երևանի Արամի փողոցի թիվ 27 կոտորակ 1 շենքի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց մոտ 2.5 մետր բարձրությունից ընկել, կոտրելով մի քանի ծառ, ապա կոտրել երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված հայտնվել Արամի ներփանցքի թիվ 27 կոտորակ 1 շենքի բակում։ Վթարի հետևանքով Էդգարը եւ ուղևոր 23-ամյա Մուլեթ Ջեսիկան տեղափոխվել են հիվանդանոց։ Պարեկները մեքենայում հայտնաբերել են կասկածելի փաթեթներ, որոնց մեջ եղել է թմրանյութի նմանվող զանգված։ Մայիսի 18-ին Կիա մակնիշի ավտոմեքենան Երևանի Թևոսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել թիվ 9 հասցեի հարևանությամբ գտնվող բազալտե եզրաքարերին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում։ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ու մարվել քաղաքացիների ուժերով։ Մայիսի 17-ին 26-ամյա Ռուդոլֆն իր վարած Տեսլա մակնիշի ավտոմեքենայով Նորխարբերտ գյուղի գերեզմանատան մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու գլխի վայր հայտնվել ջրատարում։ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով Տեսլան դուրս են բերել ջրատարից։ Վարորդը օտարերկրյա քաղաքացի է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ Մայիսի 17-ին Ուկրաինայի քաղաքացի 28-ամյա Վադիմ Ուշակովն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևանի Իսակովի պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը ուժասներ չկան։ Վարորդը եղել է խմացության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։ Մայիսի 18-ին Այգեձոր բնակավայրի գերեզմաններում պայթյուն է տեղի ունեցել կայանված Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայում ուժասներ չկան։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն առանց թույլտվության եւ համապատասխան փաստաթղթերի իրականացնում է ապօրինի արդյունահանում։ Ստուգման պարզվել է, որ Ջաջուր գյուղի վարչական տարածքի ավելի քան 4 հեկտար հողատարածքում արդյունահանման թույլտվություն ընկերությանը տրվել է 2020 թվականին, ու թեև այս տարվա մարտի 21-ին թույլտվության ժամկետը լրացել է, սակայն օգտակար հանածոյի արդյունահանումն ու վաճառքը շարունակվել է։ Պարզվել է նաեւ, որ արդյունահանումն իրականացվել է խախտում մասնավորապես խճաքարի պայստավորումն ընդգրկել է տրամադրվածից ավելի տարածք։ Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է։ Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Ախորյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները նախաքննության պարզվում են։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ապօրինի արդյունահանման վերաբերյալ մայիսի 14-ին ստացած տեղեկությունն իրացրին նույն օրը։ Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն խախտելով ընդերքի պահպանման կանոնները Դարբնիկ գյուղում թույլատրված տարածքից դուրս իրականացրել է ավազի եւ ավազակոպչային խճաքարի արդյունահանում։ Ձերբակալվել են ընկերության տնօրենի լիազոր ներկայացուցիչը, Աշխեկը, նրանց օժանդակողը եւ 4 վարորդ, որոնց վարած բեռնատարները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է, որ ապօրինի արդյունահանման պետությանը պատճառվել է շուրջ 12 միլիոն դրամի վնաս։ Բացի այդ հարկերից խուսափելու համար ընկերության տնօրինությունը թաքցրել է շրջանառությունը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։